Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները դառնում են անկանխատեսելի ու հետաքրքիր։ Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում է Ֆաինային, այսօր ավարտեց նկարահանումները։ Իհարկե, հեռուստադիտողները մի փոքր տխրել են, բայց նա մեկնում է ուսման ու խոստացել է, որ 1 տարի անց վերադառնալու է Հայաստան։ Իհարկե, այլևս չի մասնակցելու «Վերջին զանգը» հեռուստասերիալի նկարահանումներին, քանի որ այն դեկտեմբերին ավարտվելու է, բայց նրա երկրպագուները հուսով են, որ նրան դեռ կտեսնեն հեռուստաէկրաններին։ Այսօր դերասանուհու վերջին նկարահանման օրն էր։ Իհարկե, պահը հուզիչ է, սակայն ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հեռուստասերիալում իրադարձությունների պակաս հաստատ չկա։ Նոյն ամուսնության առաջարկություն է անում Անգելինային ու սպասում նրա պատասխանին։ Իհարկե, ամեն ինչ գեղեցիկ է և յուրաքանչյուր աղջիկ պետք է ուղղակի ուրախությունից թռչկոտեր, բայց Անգելինայի համար դա այդ դեպքը չէ։ Անգելինան չի ուրախացել, քանի որ նրա սերը պատկանում է ուրիշին ու հիմա նա կանգնած է ծանր որոշման առաջ։ Թե ինչ կորոշի Անգելինան, ցույց կտա ժամանակը, բայց որ պետք չէ շտապել, դա հաստատ է։ Ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, բայց առանց սիրելու ամուսնանալ, այն էլ այս պայմաններում, բնականաբար սխալ է։ Դե ինչ, որպեսզի դիտեք, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում և արդյոք Անգելինան կընդունի Նոյի առաջարկը, թե ոչ, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, խոստանում ենք հետաքրքիր ու բուռն իրադարձություններով լի է լինելու։ Չմոռանաք նաև գրել տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հավանում և որ կերպարի ու դերասանի մասին պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Ну, он сказал, что нежная душа у меня, стерва. Սիրու բաբը ստյարվի։ Առաջին դերը կինոյում եղել է հիշողություն ֆիլմը, գլխավոր դեր էի խաղում Մարիամի կերպարը, որը ցեղասպանության մասին ֆիլմ էր, էկրաններ բարձրացավ, բայց շատ քիչ մնաց արգելեցին։ Իսկ առաջին դերը թատրոնում եղել է Արնախումի ընտանիքը ներկայացման մեջ Մարիայի կերպարը։ Տեղել էր գլխավոր։ Իսկ այս ստորիով մի հատ բան հիշացնեմ, վաղ խաղում ենք Ֆիգարոյի ամուսնությունը ներկայացումը, որը խաղացանքից դուրս էր եկել, բայց վերականգնել ենք ու հիմա արդեն նորացված նոր սաստավով խաղում ենք։ Դենց որ կարող եք վաղը համենալ դրամատիկական թատրոն ու դիտել մեր կատակերգությունը։ Հիմա գնում եմ փորձի։ Նկարահանման էի։ Հիմա արդեն ավարտեցի նկարահանումս, գնում եմ իմ մնացած գործերով, բայց ասեցի մահացես սենց վաղուց էլի չէի բարևել, սենց մահացես բարևեմ ու մեկ էլ, քանի որ շատ հետևորդներ ունեմ նոր, պատուհան թողնեմ, գրեք ինձ հետաքրքիր հարցեր, փորձենք ծանոթանալ։ Ուրեմն, մյուս շաբաթ հրավիրված եմ Ավետի հաղորդմանը, պետք է այնտեղ երգենք։ Ես չգիտեմ ինձ ինչ երգ հանգնելու, բայց ինչ-որ բաներ եմ պարապում, ասում եմ ձայնս բաց եմ գոնելի, մտքիս ոչ մի բան չի գալիս բացի այս երգից։ Նվագեցեք լասպարին, թողանարին նարին, թողանարին նարին, դհոլ զորնակը զարկե, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին, թողանարին նարին, թողանարին նարին, դհոլ զորնակը զարկե, նվագեցեք լասպարին, նվագեցեք լասպարին։ Ով չգիտեմ ինձ ինչ երգ հանգնելու, բայց էս է իմ ճաշակը։ Եկա մի հատ բան ասեմ, գնամ բարև ձեզ, մազերս ներկել եմ, որտեղ նկարահանման եմ գներեք էլի։
Ուրեմն, եթե դուք մտածում եք, որ դերասանի աշխատանքը շատ հեշտ է, ֆիզիկական պատրաստվածություն պետք չի, ուրեմն ասեմ, դա տենց չի։ Երեք գանգստեր մակից հետո ես ինձ ուրախ եկել եմ, ասում եմ, վերջապես առանց կապտուկների եմ տուն եկել, ոտքերս մաքուր են, կապտուկներ չկան, մեկ էլ ինչ տեսնեմ, թարամ։ Սենց Ձողը նորմալ չէր պտտվում, մի քանի անգամ փորձարեցինք ցանկալի արդյունք ունենալու համար եւ խնդրեմ դե մեր դեպքում կարևորն արդյունքն է, չէ, դրանով ենք մենք ուրախանում ձեր ծափերը ու խոսքով ստացված ներկայացումը այդքանով բավարարված ենք, բայց սիրուն ծաղիկներ են ստացել։ Всё, այսքանն էր։ Երևի թե քիչ հանդիպող մարդկանցից եմ, շատ հեշտ է տրվում համալսարանի դիմաց կանգնելու տեղ գտնելը, որովհետև իրականում շատ պիկ է, գրեթե կանգնելու տեղ չկա, որովհետև այսօր բոլորը մեքենաներով են, բայց իմ բախտը ոնց է բերում, ես ոչ թե մի տեղ եմ գտնում, այլ մի քանի հետո որոշում եմ, թե ինձ որն է հարմար, որտեղ կարող եմ կանգնել։ Բարի լույս, գնում եմ նկարահանման, մի տեսարան ունեմ այսօր նկարվելու ու հենց առաջին տեսարանը ընդհանրապես չեմ քնել ամբողջ գիշեր մի վայրկյան անգամ չեմ քնել չգիտեմ օթերում եմ գոնե հիշեմ ինչ եմ նկարվելու գոնե տեքստերս հիշեմ վայ բոլորիս լավ ու բարևձեզ ակտիվոր պիտի դիմանամ չքնեմ, թե չէ ռեժիմս էլի լրիվ կխախտվի